Հաղորդման հովանավորն է Level Up Design Studio Ծաղիկների մշտապես թարմ եւ լայն տեսականի, անմիջապես ջերմոցից, ինչը թույլ է տալիս պահպանել ծաղիկների շքեղ տեսքն ու որակը Տարբերվող ու ոճային ծաղկեփնջեր եւ միայն Level Up-ում կրաֆթով ծաղկեփնջեր ձեռագիր գրություններով գրված մագաղաթների վրա Գործում է առաքում 24/7 գրաֆիկով, հեռախոսահամար 077 09 0917 Level Up թարմ ծաղիկների տեղատարապ Maria Beauty Salon Մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն Ազարյան գինի պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների Արտադրվում է Խաղաղվանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաև The Wine Room խանութ սրահում, Խաղաղվանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածաղ առևտուր, ինչպես նաև գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան գինի, արբեցնող, ինչպես սերը։ Հանգիստ ու օր Իմ մտքերի մեջ գնում գալիս ես ամեն օր Սիրտս առանց քեզ չի դիմանա մի օր Դու ինչքանից սիրես Քեզ սիրեմ մի քիչ ավել Սիրելով եմ գրավել Սիրտը քո ջահել Դու ինչքանից սիրես Քեզ սիրեմ մի քիչ ավել Սիրելով եմ գրավել Սիրտը քո ջահել
Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Ֆորտունա հեռուստաընկերության եթերում բաց սենյակն է, ուրախ ենք ձեզ նորից ողջունելու եւ անհամբեր սպասում ենք 5 օր, որ ելի բարևենք մեր ժողովրդին մոտակա 1 ժամը ուրախացնել եւ բարձր պահել ձեր տրամադրությունը։ Ողջունում ենք բոլորին, օրը շաբաթ ժամը 20:00։ Իստված օրերը հաշվում ես ապրիլի 7 գնալու Եվ ուզում էի ընդմիջեմ համակերպել ենք հնչյուրին ողջույնները մեր հեռուստադիտողներին ուղղված։ Այո, համակերպել ենք այդ մտքերը, դրա համար չարժե հիշել այդ մասին։ Այո։ Լուրջ Կարևոր է հիշել, հարգելի հեռուստադիտողներ, որ ես ձեր շատ էի կարոտել, Ռաֆը չգիտեմ, թե գիտեմ։ Չէ, գիտես, իհարկե։ Այո, մենք ձեզ շատ էինք կարոտել եւ ուրախ ենք, որ դարձյալ եթերում ենք եւ ողջույններ ենք ուղարկում բաց սենյակի տաղավարից, որտեղ այսօր օրը շաբաթ է եւ 20:00-ից ինչպես յուրաքանչյուր շաբաթ ու կիրակի այս տաղավարում բացվում է բաց սենյակի դռները եւ ձեզ ասում ենք բարի գալուստ բաց սենյակ։ Այո, իսկ ինչ երգ լսել այսօր։ Պես պատմեմ, չեմ հասցրել մտածել այդ մասին։ Չես մտածել։ Ինչ լավ է։ Միշտ պատրաստվում եմ մի հատ երգ եմ երգում, որպեսզի մեր ռեժիսորը միանգամից սահուն ընթացքով գնա այդտեղ, բայց այս անգամ ոնց որ չհասցրեցի մտածել։ Հասկացա։ Ես միանգամից հասկացա։ Թողնենք, թող մի անգամ էլ մեր ռեժիսորի ճաշակով լինի երգ։ Դե ուրեմն այս բան երաշտական ողջույն մեր հեռուստադիտողներին եւ ողջույններ ուղարկում ենք բաց սենյակից ու ասում բարով եք եկել բաց սենյակ։ Շատակ ու քո հոտը տանեմ հետը սուր որ գնամ Թող ամեն քո ջարդի իմ ներքին ապակի սարոցի տակ սիրտս քեզ հայընկնի Հասել ենք մի տեղ առանց հետ նայելու ու դարձել ենք մի մարդ կեզը ես կեսը դու Հայացքիդ մեջ կորել եմ նորից ու կթել մի անդու շատ հեռու բոլորից Չեմ ուզում հետ գնամ, թող եմ հետևից չգան Չեմ էլ ուզում իմանան, որ քոնն եմ սեր օթերում Քեզ էի փնտրում ամեն օր սեր օթերում Մեզ վեր է տանում ամեն օր Գտանոր ճանապարհ դեպի քեզ ինձ տալով ու չկա էլ ոչինչ այս անգամ խանգարող Ու իմ շունչը կզգաս որ հասնենք իմանաս կլինեմ քեզ մոտիկ ու էլ չես իմանա Կտեսնես որ իմ մեջ կա կրակ տաքացնող թող քո սիրտը գտնի ու հալվի դառնացող Մարմինս անձով ձեռքերիդ մեջ կզգաս աչքերից արդեն ամեն ինչ է բաց Վերն ու վարը կրկա խառնված Սևն ու սպիտակը գույներիս մեջ կորած Է չեմ ուզում հետ գնամ Թող իմ հետևից չգան Չեմ էլ ուզում իմանալ որ քոն է սեր օթերում Քեզ էի փնտրում ամեն օր սեր օթերում Ված չէր։ Երկը։ Հա։ Դուր եկավ։ Շնորհակալություն մեր ռեժիսորին այս գեղեցիկ եւ տրամադրություն բարձրացնող երգի համար, սիրելի հեռուստատողներ, մենք այս պահին պիտի ողջունենք բոլոր նրանց, ովքեր մեր հաղորդումը լսում են եւ դիտում են Հայաստանի ցանկացած կետում, ովքեր դիտում են աշխարհի ցանկացած կետում եւ ովքեր դիտում են Լոռու մարզում, աշխարհի ամենասիրուն անկյունում։ Ես մենք ողջունում ենք բոլորին ու մաղթում խաղաղ երեկո, իհարկե եթե
Օվկիանոսից այն կողմեն խաղաղ բարի լույս։ Բարի երեկո բոլորին, հա։ Եվ բարի լույս բոլորին, եթե։ Տեսնես ծաղիկները տարվա որ սեզոնին են վաճառվում ավելի շատ։ Իստեմա գառնանը, չէ՞։ Առհասարակ, այո։ Մարտի 8 ապրիլի 7 ընկած։ Մենք դա դեռ կպարզենք, բայց բնականաբար ամենաշատ վաճառվում են մարտի 8-ին, նրանք այդպես են խոստովանում։ Դե ճարները ինչ որ չխորստովան են, այդպես էլ կա։ Հերթեր, ոնց որ թե մի օր լինի աշխարհում։ Բայց ես կուզենամ, որ այդ հերթերը ծաղկի սրահներում միշտ լինեն եւ շատ լինեն, այո։ Եվ ներկայացնենք մեր հաղորդման գործընկերներին, շատ ուրախ ենք, որ մեր հաղորդման գործընկերը շարունակում է մնալ Level Up Design Studio-ն։ Հասցեն սիրողները նշենք Վարդանանց 116 կոտորակ 1 077 090917 Level Up-ը առաջարկում է տարբեր տեսակի, տարբեր ոճերի, տարբեր տեսքի ծաղիկներ եւ ամենակարևոր եւ տարբերվող հատկանիշներից մեկն էլ այն է, որ կարող են ծաղիկների վրա գրված լինել այն մարդու անունը, ում որ դուք ցանկանում եք նվիրել։ Կամ ցանկացած գրություն, այսինքն 21-րդ դարի մագաղաթյան լուծումներ է առաջարկում Level Up Design Studio-ն եւ ասում, որ Level Up-ը ծաղիկների թարմ, ծաղիկների տեղատարապ է։ Հասցեն, ինչպես նշեց Ռաֆը, մի մոռացեք, բայց հիշեցնենք նաեւ, որ 24/7 ռեժիմով աշխատում են եւ կարող եք թողնել պատվերներ նաեւ հեռազանգով։ Մեր հաղորդման գործընկերն է Ազարյան Գինին, հասցեն սիրով նշենք, Վանաձոր քաղաքում է գտնվում Խորենացի 7 հասցեում։ Հեռախոսահամարները 0374 098 041 385 044 412 128 Ազարյան Գինի արբեցնում է ինչպես սերը։ Իդեպ նշված հասցեում նաև գինու համտեսում կարող եք անել հարգելի հեռուստադիտողներ եւ հենց տեղում է ձեր համտեսած գինուց գնել ու տանել այնտեղ կամ այն մարդու մոտ, ում հետ որ կուզեք արբել։ Իսկ կարող ենք ամեն օր գնալ գինի այնտեղ համտեսել եւ չգնել։ Եվ չգնալ աշխատանքի։ Գնալ աշխատանքի։ Ամեն օր Դա գնալ։ պետք է խոսես արդեն։ Անվճար համտեսել։ Ազարյան գինու անվճար համտես։ Շնորհակալություն մեր լավագույն գործընկերոջ Ազարյան գինուն, հարգելի հեռուստատողներ, ձեր բոլոր առիթները զարդարեք Ազարյան գինու ընտրանոց, հատնտիր ընտրանոց։ Այո, իսկ մեր կանանց մայրերին, քույրերին զարդարում են Նունե Վարդանյանը եւ Մարիա Բյութի սալոնը։ Բուժական կենտրոնը եւ Մարիա Բյութի սալոնը։ Հասցեները Տիգրան 39 կոտորակ 1 եւ Համբարձումյան 17 կոտորակ 2 բայց տարբերվում են էլի իրան զարդարածները ոնց որ։ Բնականաբար։ Վստահեք ձեր արտաքին գեղեցկությունը եւ արտաքին տեսքը հմուտ մասնագետներին եւ իհարկե ձեր ինքնավստահությունը վստահ եմ, որ հաստատ ավելի կբարձրանա ձեր գեղեցկությունից։ Ինչ անենք գնանք տուն, թե Չէ, շարունակում ենք եթերը, մենք դեռ պետք է հյուր ունենք եւ շատ հրաշալի մարդ է մեր հյուր այսօր, հրաշալի մասնագետ է, հրաշալի անձնավորություն է, հրաշալի մայր է, էլ չեմ շարունակում։ Էլ շարունակես, թե չէ գլխի կգնեն ով է։ Այո, գուցե։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ուզում եմ ասել, որ հաղորդման հետ կապը 099228 է, իսկ մենք գտնվում ենք քաղաք Վանաձոր դիմացթաղամաս աղանոցում կոտորակ 2 հասցեում համագործակցության եւ այլ հարցերի դեպքում կարող եք հրաձայնել կամ այցելել։ Իսկ հիմա լսում ենք երաժշտություն։ Երկենք լսում էլ։ Այո։ Քո սիրած երգերից ենք լսում։ Հա։ Հա։ Տեսնենք։ Չէ, նոր տարին չերավ ջան, նոր տարին վաղուց Դες մի քանի սիրած երկուն են, դրանցից մեկն է, իհարկե։ Կհանդիպենք քիչած հյուրասրահում, մնացեք մեզ հետ։ Ալիքը չփոխեք։ Ես քո ստվերը դարձա, որ այսօր հասնեմ քո լույսին, ամեն ինչ գիտեմ ես քո սրտի մասին, աննկատ ես դարձա, որ իմ սերը դու նկատես, հենց քեզ հանդիպել եմ, հասկացել եմ, որ սիրում եմ քեզ, սերը մեզ կտանի Տակու սիրուն քաղաքներ, ես համար կարտասանի, հաղթր սիրոն նոր խոսքեր, սերը մեզ կտանի, երջանկության հետ միտուն, նոր կա մի հատ բանալի, դա եմ պահել իմ սրտում Որ դու իմն ես հաստատ,
Առաջինն է սիրտը զգացել Ամեն ուր փնտրել եմ ու գտել հասցել Ժամանակ չի հոսում Երբ որ դու ինձ հետ ես խոսում Ամեն ինչ քո շուրջն է, իմ կամուրջն է Լուրջ եմ քեզ ասում Սերը մեզ կտանի Տակ ու սիրուն քաղաքն է Քեզ համար կար տասանի Քաղցր սիրուն նոր խոսքեր Սերը մեզ կտանի Երջանկության հետ միտուն Ուր կա մի հատ բանալի Դա եմ պահել իմ սրտում Տակ ու սիրուն քաղաքն է Քեզ համար կար տասանի Քաղցր սիրուն նոր խոսքեր Սերը մեզ կտանի Երջանկության հետ միտուն Ուր կա մի հատ բանալի Դա եմ պահել իմ սրտում Maria Beauty Salon, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Քաղաքվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Level Up Design Studio Ծաղիկների մշտապես թարմ եւ լայն տեսականի, անմիջապես ջերմոցից, ինչը թույլ է տալիս պահպանել ծաղիկների շքեղ տեսքն ու որակը։ Տարբերվող ու ոճային ծաղկեփնջեր եւ միայն Level Up-ում, կրաֆթով ծաղկեփնջեր ձեռագիր գրություններով, գրված մագաղատների վրա։ Գործում է առաքում 24/7 գրաֆիկով, հեռախոսահամար 077 09 0917։ Level Up թարմ ծաղիկների տեղատարապ։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան գինի, պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։ Արտադրվում է Քաղաքվանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաև The Wine Room խանութ սրահում, Քաղաքվանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածաղ առևտուր, ինչպես նաև գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան գինի, արբեցնող, ինչպես սերը։ Bonjour, սիրելի հեռուստադիտողներ, իսկ ինչու bonjour եւ ինչու սիրելի հեռուստատողներ, որտեղ շարունակությունը չեմ կարող ասել։ Եվ որովհետեւ այդ մի բառը գիտենք ֆրանսերենից bonjour։ Եվ որովհետեւ չենք գնացել ֆրանսերենի դասերի։ Գիտենք merci, չէ՞, վերջում։ Եվ մենք այսօրվա զրույցից հետո ինձ թվում է կգնանք։ Ֆրանսերեն։
Այո։ Տեսնենք եւ սիրով ներկայացնենք մեր հյուրին, սիրելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում, ուրեմն հուշարձանների պահպանության Լոռու մարզային ծառայության տարածքային համակարգող, Լոռու պետական տարածաշրջանային քոլեջի, ինչպես նաեւ Երևանի թատրոնի կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ֆրանսերենի դասախոս Արփինե Արաքելյանն է։ Չէի ուզում, որ ես շարունակեմ։ Եվ հրաշալի մարդ Արփինե Արաքելյանն է։ Բարև ձեզ, բարեկարգված Սենյակո Ֆորտունա։ Bonjour։ Դա մնացածը ոնց կարող ենք ասել սիրելի հեռուստադիտողներ։ Դրա մասին կադրից դուրս կխոսենք։ Կադրից դուրս Սիրում եմ բացառապես շփվել հայերենով։ Հայերենով։ Հրաշալի է, բայց միևնույն ժամանակ ձեզ համար ֆրանսերենը կարելի ասել երկրորդ լեզու է։ Այո։ Բայց գերադասում եք հայերենով։ Այո։ Հրաշալի։ Բայց սիրել եք ֆրանսերենը։ Ֆրանսերեն շատ եմ սիրել, շատ։ Հիմա մենք նախաբանում խոսում ենք հարգելի հեռուստատողներ, որ յուրաքանչյուր, հատկապես մեր սերնդի մեջ, ֆրանսերենի նկատմամբ սերը դա անznավորն է, հա։ Ուզում եմ հասկանալ ձեզ համար էլ է ի սկզբանե այդպես եղել, թե չէ։ Ի սկզբանե գուցե ազնավուրին շատ շատերը չեն ճանաչել, երբ ես դպրոցական էի, բայց ի պատիվ իմ ֆրանսերենի ուսուցչուհու Լուսահոգի Անահիտ Ավագյանի մենք ազնավուրին ճանաչել ենք դեռ շատ վաղ ժամանակից։ Եվ իսկապես ֆրանսերեն ասելով մեր մոտ ասոցացվել է մեր հայրենակիցը, մեծ շանսոնյե Շարլ Ազնավուրը։ Ասում են բարդ լեզու է ֆրանսերենը, Ճիշտ են ասում, համաձայն եմ, ֆրանսերենը բարդ լեզու է եւ ես գիտակցում եմ, որ երեխաները դժվարությամբ են սովորում, դա բարդության աստիճանից է, բայց երբ որ սիրում ես ինչ-որ մի բան, ինձ թվում է բոլոր դժվարությունները հաղթահարելի են։ Հրաշալի է։ Եվ մենք այսօր խոսելու ենք ձեր մասին, մանկավարժությունից մինչև մայր, մինչև ընտանիքի սյուն եւ միևնույն ժամանակ խոսելու ենք կնոջ դերի մասին եւ ակնկալում ենք ձեզնից անկեղծ լույս։ Կփորձեմ։ Առհասարակ ինչ եք կարծում։ Մանկավարժ ծնվում են թե դառնում։ Ոչ, մանկավարժ ծնվում են։ Մանկավարժությունը պիտի լինի մարդու արյան մեջ։ Որևէ մեկը չի կարող ասել, որ տարիների ընթացքում ես դարձա մանկավարժ։ Իհարկե կարող են տարիների ընթացքում հղկել, աշխատել, բայց միևնույն է, եթե չեն ծնվել մանկավարժ, երբեք չեն կարող դառնալ։ Ձեր ուսանողների սերը որքանով է դեպի ֆրանսերենը։ Ասում են, եթե երեխան չի սովորում այն մանկավարժից, ում չի սիրում։ Կողմ ես այդ հարցին պատասխանել, ինձ թվում է սիրում են անձը, հետո լեզուն։ Անկեղծ ասած, մի քիչ անհամեստություն կլինի, բայց ես դեռևս չունեմ ուսանող, աշակերտ, որ ինչ չսիրի, գուցե ես եմ բոլորին շատ սիրում, դրանով է պայմանավորված, որ փոխադարձ է ստացվում։ Այո։ Եվ հենց այս պահին կարելի է ողջունել ձեր բոլոր ուսանողներին, ձեր բոլոր աշակերտներին, ում հետ դուք թելերով կապվել եք։ Բոլորի հետ անխտիր։ Եվ դուք հաճախ եք այդ սիրո մասին խոսում սոցիալական էջերում։ Ինչ է ձեզ տալիս այդ կապը, հա? Ոնց եք դա անցալում, ոնց եք ներկայացնում։ Սոցիալական էջով խոսելիս առհասարակ։ Սերը, այո, ձեր աշակերտների եւ ուսանողների։ Իմ աշակերտների հետ սրտի բոլոր թելերով կապվում եմ, հատկապես նրանց հետ, ում իմ գիրկն առա ու տարիներ շարունակ ինձ հետ քայլեցին առաջ եւ հիմա ճանապարհել եմ դեպի ավելի մեծ կյանք, նրանք դարձել են իմ հարազատը։ Կարծես թե ես ունեմ ոչ թե 3 երեխա, այլ ունեմ 38-ը, որովհետև մյուս 35-ը իմ աշակերտներն էին, ում ես ճանապարհեցի կյանք։ Նրանք իմ հարազատներն են, անբաժան ինձնից։ Վերջերս դուք հենց նրանց շրջանավարտ Այո։ դարձրեցիք։ Ես հիշեցի նույնիսկ։ Այսօր մասնագիտական այդ պակասը զգում եք քաղաքում, մարզում։ Այո։ Ոչ միայն քաղաքում, մարզում, այլ ամբողջ հանրապետությունում զգացվում է ֆրանսերեն լեզվի մասնագետների պակասը։ Ինչն է պատճառը։ Կա ինչ-որ ուսումնասիրություններ։ Գուցե գիտեք ինչն է պատճառը։ Հիմա ես ունեմ աշակերտներ, ովքեր սրտանց ուզում են սովորել լեզուն, բայց քանի որ մենք մեր տարածաշրջանում չունենք համապատասխան բաժին, այդ իսկ պատճառով շատերն է դժվարանում են գնալ մայրաքաղաքում կամ արտերկրում սովորել, այդ իսկ պատճառով նրանք ուրիշ ճյուղ են ընտրում, հոգու խորքում տանելով ֆրանսերենը որպես պարզապես լեզու։ Իսկ այդպիսի աշակերտներ ես իսկապես ունեմ, ովքեր ուզում են դառնալ հենց ֆրանսերեն լեզվի ուսուցիչ, ոչ թե տիրապետեն ֆրանսերեն, այլ իրենք դասավանդեն ուրիշին այդ առարկան, որովհետև իրենք են շատ սիրում։ Շատ դա մեր նախնական զրույցում, որ դեռ միացված չէ տեսախցիկները, մենք խոսում էինք այն մասին, որ ձեր ամենասիրելի եղանակը դա գարունն է, չէ՞։ Ինչի՞ եք ասոցացնում գարունը, արդյոք կապ ունի մարտի 8, ապրիլի 7 եւ առհասարակ։
Անկեղծ ասած, մարտի 8 ապրիլի 7 այդ որպես միամսյակ այդպեսին ինձ համար այդքան էլ էական չի, որովհետև ինձ համար ամբողջ տարին եւ մարտի 8 է եւ ապրիլի 7 է, որովհետև ամբողջ տարին եւ մարյության եւ գեղեցկության օր է։ Երևի թե առանց կնոջ կյանք չի լինի, այ հենց դրանով էլ գարունը, քանի որ բնությունը զարթոնք է ապրում, չէ որ մայրը կյանք է տալիս, դրանով է ինձ մոտ ասոցացվում, հենց դրա համար սիրում եմ գարունը շատ։ Հրաշալի է։ Ամեն դեպքում մեր այս հանդիպման նպատակը նաև գարնանային տոներն են, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք ձեզ։ Եվ շնորհակալություն փոխադարձ։ Շնորհակալություն եւ ինչ եք կարծում կնոջ դերը առաքելությունն այս կյանքում ո՞րն է։ Կնոջ առաքելությունը այս կյանքում շատ է։ Առաջինը այն, որ կյանքի շարունակությունն է կինը, ամեն առումներով, եթե չլիներ կինը, երկիր մոլորակը գուցե չպտտվեր։ Ամեն ինչի առանցքում կինն է, իմ կարծիքով։ Բոլոր առումներով, թե տղամարդկանց հաղթանակների, թե առաջընթացների առանցքում միևնույն է կանգնած է կինը։ Կարող եք հիշել ձեր կյանքի այն պահը, որ հասկացել եք, որ ձեր մեջ շատ մեծ ուժ կա եւ կարելի է հաղթահարել։ Ու դա կանացի ուժն է հենց։ Կին լինելու ուժը։ Այո։ Դե ինձ համար կինը ոչ թե որ հարդարվում են, գեղեցկանում, որ իրենցով հմայվեն, ինձ համար կին հասկացությունը դա չէ։ Ինձ համար առավել եւս ուժեղ կին հասկացությունը այն է, երբ որ ոչ թե ժպտում ես պարզապես, ոչ թե ուրախ ես, այլ երբ որ ընկել ես կամ հանդիպել ես խոչընդոտի, այն էլ շատ դժվար, կարողանում ես պատվով քայլել առաջ, գլուխդ բարձր ու հաղթահարել բոլոր դժվարությունները։ Այդ կինը համարվում է ուժեղ կին։ Մայրության մասին էլ խոսենք։ Ինչ փոխվեց ձեր 3 զավակներից, հատկապես առաջինի ծննդից հետո։ Ըստ իս բոլորի կյանքում առաջին զավակի ծննդից հետո կյանքը այսպես գլխի վրա պտտվում է։ Դու դառնում ես այլ մարդ, մտածում ես այլ ձևով, գործում ես այլ ձևով։ Կարծես քո կյանքը ընթանում է առաջ հանուն մեկ ուրիշի եւ դու սխալվելու, խոչընդոտները չհաղթարելու արդեն իրավունք չունես։ Պարտավոր ես։ Իսկ մյուսների ծնունդից հետո։ Ճիշտն ասած, բոլորի ծնունդներից հետո իմ մեջ ինչ որ մի բան միշտ փոխվել է։ Ավելի շատ կարծես թե երրորդ աղջկաց ծնունդից հետո, երբ որ մենք բոլորն ասում են, որ տղա պիտի ունենանք, ու մենք այդպես որ պիտի տղա ունենանք, չենք էլ մտածել, որ իմանանք ինչ սեռ է, եւ ամենավերջում, երբ որ արդեն պիտի ծնվեր, մեզ ասում են, վայ, բա գիտեք դուք աղջիկ եք ունենալու, ասում եմ շատ ավելի լավ։ Աստծո պարգև է աղջիկը, երակի անգամ Աստծոց պարգև ենք ստացել եւ շատ ուրախ եմ։ Երրորդ դստերս ծնունդից հետո կյանքը լրիվ փոխեց իր գույները։ Ինչ եք ամենաերջանիկ մարդն ենք եւ ես եւ իմ ամուսինը։ Ինչ եք կարծում դուք խիստ մայր եք։ Որ ասեմ խիստ չեմ, կհակասեմ ինձ, բայց որ ասեմ շատ խիստ եմ, էլի չէ։ Աղջիկներից հետ փորձել եմ միշտ լինել ավելի շատ մտերմիկ, ընկերական, որովհետև այն, որ միշտ արգելված պտուղը քաղցր է եղել, դա ինձ համար չափանիշ եւ օրենք է եղել։ Դրել եմ այնպիսի, այսպես ասած, սահմաններ, որ իրենք ինձ հետ եղել են ամենայն անկեղծությամբ եւ ազնվությամբ եւ փոխանակ կիսվեն, ասենք, իրենց ընկերուհիների հետ, միշտ կիսվել են ինձ հետ ոչ թե որպես մայր, այլ որպես իրենց ընկերը։ Եվ միանշանակ ելով կարող է ավելի ճիշտ խորհուրդ տալ, քան մայրը։ Իսկ մանկավարժական կարողությունները օգնում են երեխաների դաստիարակման։ Միանշանակ օգնում են։ Շատ լավ։ Բազմազբաղ անձնավորություն եք, ոնց եք հասցնում ընտանիքի հետ համեմատել, համատեղել այդ ամեն ինչը։ Երբեմն ինձ հետ շատ է հետաքրքրում, օրն ունի 24 ժամ, բայց ես երևի թե 30 ժամ զբաղված եմ, բայց դրա մեծ մասն էլ տրամադրում եմ ընտանիքիս, իմ երեխաներին։ Չգիտեմ ինչպես եմ հասցնում, գուցե հենց դա է իմ ուժի դրսևորումը, որ ամեն ինչ հասցնում եմ անել։ Իսկ ես որքանով են աջակցում ընտանիքի անդամները։ Ամեն կերպ աջակցում են։ Ես ուզում եմ նաև հետ գնանք։ Այո։ Երբ դուք եք ընտրություն կատարում մասնագիտական, ինչ էին ձեզ խորհուրդ տալիս եւ արդյոք երեխաների ընտրության հարցում դուք որպես ծնող, որպես մանկավարժ միջամտել եք։
Ուրեմն, երբ ես էի ընտրություն կատարում, ճիշտն ասած ծնողներս երբևէ չեն միջամտել, իրենք ասել են դուք ինչ ուզում եք, բայց ես փոքր տարիքից իմ մեջ մանկավարժ է եղել։ Քույրիկներից եղբորս նստացնում էի, ավելի փոքր տարիքում տիկնիկների հետ էինք զբաղվում, դպրոց էինք խաղում, մեկ ուրիշը գուցե տուն-տունիկ էր խաղում, ես պարտադիր դպրոց էի խաղում եւ պարզապես ի սկզբանե ուզում էի հենց ֆրանսերենի ուսուցչուհի դառնալ, բայց կյանքի դժվարին տարիներին հանդիպեցինք եւ սովորեցի մանկավարժական ինստիտուտում մեր մոտ որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, բայց լուսահոգի ամուսինս իմ նպատակները ի կատարածեց եւ ես տարիներ հետո սովորեցի նաեւ որպես ֆրանսերեն լեզվի եւ գրականության ուսուցչուհի։ Որակավորումը ստացա։ Իսկ աղջիկներից մասնագիտության հարցում դե մեծս արդեն ընտրել էինք, արդեն բժշկուհի է, երբևէ չեմ մտածել ես թելադրեմ իմ ցանկությունը։ Իհարկե կողքից շատ էին ասում, այս դառնա, այն դառնա, տատիկը շատ երազում էր, որ իր թորնիկը բժշկուհի դառնար, որովհետև ուզել է որ իր տղան դառնա բժիշկ, չի ստացվել, ոչ թե չի ստացվել, չի ուզել իր տղան բժիշկ դառնալ եւ երբ որ այդ ատամհատիկի այդ գործողություններն էր, այսպես ամեն ինչ դրել ենք տատիկը անընդհատ ներարկիչը ձեռքի տակ էր հրում, որ անպայման այդ մեծ աղջկաց մասին է խոսքը, որ վերցնի, բայց չէ բնականաբար ինքը վերցրեց գրիչը։ Գրիչը վերցրեց եւ տատիկն ասեց, ահա, մամայի նման մանկավարժա դառնալու։ Դե իհարկե ես ասեցի, բայց ինչ վատ բան կա մանկավարժության մեջ եւ այն սկզբունքը ինձ համար, որ պաշտոնների պաշտոն է մանկավարժություն, ինչի համար, որովհետեւ այդ բժիշկն էլ է անցնում մանկավարժի թրիտակով, այսպես ասած, բայց մեր աղջիկը դե հիմա գրիչը վերցրել էր, բայց բժիշկներն էլ են, չէ՞, ի վերջո գրում սովորում, բայց դարձավ բժշկուհի եւ ինքն էլ ընտրել դեռ շատ 5 տարեկան հասակից ասում էր ես բժիշկ եմ դառնալու։ Իսկ թե ինչ բժիշկ էր դառնալու, այդ ոնց որ ազդեցությունը թողեց հենց իր ատամնաբուժը, ծնոտաբան Անդրեյ Ղուկասյանը, ում մոտ ինքը գնում էր բուժման եւ հիացավ այդ բժշկով ու որոշեց, որ ինքը հենց պիտի դառնա ատամնաբուժ։ Այդպես էլ ստացվեց։ Ահա, շատ լավ։ Ձեր կարծիքով այսօր հասարակության մեջ կնոջ դերը փոխվել է։ Այո։ Կարևորում են շատ կնոջ դերը հասարակության մեջ եւ երևի թե ընդունում են, որ կինը կարող է բարձունքներ շրջել, անգամ երկիր ղեկավարել։ Բոլոր ոլորտներում կարող են տեսնել կանանց արդեն դա։ Ինչ է ուզում կինը։ Ինչ է ուզում կինը։ Ես որպես կին ուզում եմ, որ երկրում տիրի խաղաղություն, որովհետև այդ խաղաղությունից յուրաքանչյուր կնոջ ընտանիք խաղաղ է լինում։ Ինձ թվում է այդ մոտեցմամբ էլ առաջնորդվում են կանայք։ Ձեր կյանքի որ փորձությունն եք համարում ամենադժվարը, բայց միևնույն ժամանակ որը բացահայտեց ձեզ ու հասկացաք ձեզ մի այլ տեսանկյունից, որ այն դուք ավելի ուժեղ եք, քան գիտակցում էիք։ Չեմ ուզում տխուր շողություններից խոսել, բայց 2020 թվականի հոկտեմբերը ինձ համար ամենածանր, կյանքիս ամենածանր շրջանն էր, որից հետո ես իրոք զգացի, որ փաստորեն ես այսքան ուժեղ էի։ Այդ հարցը միշտ ինձ տալիս եմ։ Գուցե այն ժամանակ չեմ զգացել, որ այդքան ուժեղ եմ եղել, որովհետև կողքից եղել է ուժեղ տղամարդ։ Որից հետո զգացի, որ չէ, փաստորեն ես գուցե իրանից էլ ուժեղ էի, որ կարողացա այդ ամենի միջով անցնել ու իսկապես քայլել առաջ։ Այո, իսկ դուք ինչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր դեռ չեն համարձակվում քայլեր անել դեպի ապագա, դեպի մեծ բարձունքներ։ Յուրաքանչյուր կին կարող է քայլել դեպի ապագա։ Կարևորը վստահեն իրենց ուժերին։ Եթե չկա վստահություն, չեն կարող հասնել ցանկացած նպատակի, բայց եթե վստահեն իրենց յուրաքանչյուր քայլ անելիս, յուրաքանչյուր խոչընդոտի հանդիպելիս, անհաղթահարելի ոչինչ չի լինի։ Կնոջ կյանքում կարիերան եւ ընտանիքը մի գծով են գնում։ Այո։ Եվ շատ հաճախ այդ գիծը դրանից որևէ մեկը խախտում է կամ այնքան ուղիղ չի ընթանում, որքան որ պետք է։ Դուք ինչպես եք կարողացել, հատկապես երբ բալիկները փոքր են եղել եւ միևնույն ժամանակ զբաղվել ձեր կարիերայով աշխատանքով։ Եվ զգացել եք այդ ամրությունը ընտանիքի կողմից։ Քանի որ ընտանիքի կողմից զգացել եմ այդ ամրությունը, հենց դրա համար իմ մոտ այդ գիծը ուղիղ գնացել է առաջ, երկուսը զուգահեռ,
Բնականաբար ես ինքս ինձ ասել եմ, երբեք չի կարող կարիերան ընտանիքին գերազանցել եւ երբեք չես կարող առանց կարիերայի ընտանիքդ ամուր պահել, բայց ես ինձ չեմ համարում կարիերիստ։ Դրանք տարբեր հասկացություններ են։ Եթե դու քո մասնագիտության մեջ, քո աշխատանքի մեջ փորձում ես նվաճել բարձրունքներ, առաջ գնալ, զարգանալ, դա դեռ չի նշանակում, որ դու կարիերիստ ես, այսպես ասած։ Պարզապես դու ուզում ես թե աշխատանքում, թե ընտանիքում լինել լավագույնը։ Սերունդների հետ եք շփվում, ինչպիսին է այսօրվա սերունդը։ Ինչ է տեսնում, որն է նրա ձգտումը։ Ճիշտն ասած շատ տարբեր է մեր այս պահի սերնդի մտածելակերպը, բայց ունենք շատ մտածող, շատ ունակ սերունդ, իսկապես մեզ գերազանցել են իրենք։ Գուցե հիմա տեխնոլոգիաները շատ ավելին են, երբեմն խոչընդոտում են, որ իրենք էլ ավելի առաջ գնան, բայց այն, որ նրանք մեզ գերազանցել են, դա փաստ է եւ ակնհայտ է։ Ձեր ուսուցիչից փոխանցված գիտելիքները, մանկավարությունը դուք օգտագործում եք ձեր գործում։ Անպայման։ Հենց դրանք էլ գործածում եմ։ Ամենամեծ խորհուրդը որ տվել է։ Ինչ է ասել ձեր ուսուցիչը, ուսուցչուհին կամ չգիտեմ, մարդ ում խոսքը ձեզ համար մեծ արժեք է ունեցել։ Այո, իմ ֆրանսերեն լեզվի ուսուցիչը, ումից ես սովորել եմ, մեզ ասեց, մինչև չսիրեք ձեր ուսուցչին, դուք չեք սիրի առարկան։ Եվ իսկապես մենք էլ էինք 40 աշակերտ էինք դասանում, բոլորս իրեն շատ սիրում ենք եւ բոլորս էլ սովորել ենք ֆրանսերեն մեծագույն սիրով ու հենց դա էլ ես սովորել եմ իրենից, այսինքն պիտի այնպես անես, որ աշակերտը քեզ սիրի, քեզ վստահի, իսկ առանց դրա երբեք ոչ մի հաջողության չես հասնի։ Ձեր կյանքի ամենազդեցիկ կինը ով է եղել։ Մայրս։ Ամենամեծ խորհուրդը մայրական, որ լսել եք ձեզ, ու գուցե այսօր դուք էլ ձեր աղջիկներին հաճախ եք դա տալիս, ինչն է։ Կյանքի ամենափոքրիկ դժվարությունը, երբ ես հանդիպեցի, ես էլ եմ մայրիկիս հետ բաց եղել, մայրիկս ասեց, երբեք գլուխդ չկախես ու քո դեմքը չկորցնես։ Քայլիր առաջ, ինչ խոչընդոտի ուզում ես հանդիպել, երբեք չկորցնես քո մարդկային դեմքը։ Հիմա դուք էլ եք դա ասում ձեր Այո։ Այսինքն դա այն միտքն է, որ դժվարին պահերին ձեզ ուժ է տալիս։ Այո։ Շատ լավ։ Ես վստահ եմ, որ բարդ հարց եմ տալիս, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր։ Դուք այսօր աշխատում եք այն համակարգում, որտեղ ձեր ամուսինն էր աշխատում եւ նվիրում ու սեր դրել այդ գործի մեջ։ Շրջանների պահպանության գործի մեջ։ Դժվար չէր որոշում կայացնել։ Դժվար էր, բայց ես կայացրեցի այդ որոշումը։ Հիմա էլ եմ դժվար աշխատում, բայց հանուն այն նպատակների, այն նվիրումի, որ ունեցել է Գերյան Արմենը այդ համակարգում, ես աշխատում եմ, շարունակում եմ իր փորձը ներդնել, իր նվիրմամբ էլ աշխատում եմ։ Ես կարծես թե աշխատում եմ ոչ թե որպես Արփինե Առաքելյան, այլ որպես Արմեն Գերյան։ Շատ լավ։ Իսկ ինչ կմաղթի Արփինե Առաքելյանը մեր հայ կանանց մայրերին եւ քույրերին մեկ ամսյակի կապակցությամբ։ Իդեմս ձեզ, Անահիտ ջան, եւ իմ դուստրերի, իմ մայրիկի, իմ սկեսուրի բոլոր կանանց հայ մայրերին, առհասարակ հայուհիներին մաղթում եմ խաղաղ եւ անխռով երկիր, նպատակների իրականացում եւ քաջ առողջություն։ Դրանք ամենակարևորն են։ Իսկ ես ուզում եմ եւ այստեղ վստահորեն ասում եմ, որ թող այն լույսը, որ տարածում եք դուք ձեր շրջապատում, ես այսպես փոքրիկ օրինակով բերեմ, պարզապես նկարահանումներից մեկի ժամանակ, եւ որ ձեր դասարանին էիք ճանապարհում, կադրերի հետ եմ գնում, ինչպես ասում են, հա, այնքան երևացող է սերը, այնքան նկատելի է սերը, ես ուզում եմ, որ ձեզ նման մանկավարժներ շատ ունենանք։ Իսկապես թող այն նվիրումը, որ յուրաքանչյուր աշխատանքի հիմքում դրել եք, իր արգասիքները տա, իր արդյունքները ձեզ միայն երջանկացնի։ Շնորհակալ եմ շատ։ Եվ իհարկե Մենք ենք շնորհակալ Level Up Design Studio եւ Fortuna հեռուստաընկերության կողմից այս ծաղկեփունչը հասնում ենք ձեզ։ Շնորհավորում ենք ձեզ մեկ ամսյակի կապակցությամբ եւ ցանկանում Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Եվ իհարկե նաեւ Ազարյան գինու ընտրանուց ձեր աղջիկների հետ կարող եք մեկ բաժակ չուխ։ Այո։ Հանուն գեղեցիկ մտքերի ծննդի։ Շնորհակալ ենք այս հանդիպման համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Սիրով։
Մենք արդեն հասկացանք, որ մանկավարժ դա ծնվում են, հենց այդպես այդ կոչումով ծնվում են, մենք իսկապես եւս մեկ անգամ կրկնվելով ասում ենք, թող մեր շրջապատում, մեր երկրում լինեն այնպիսի մանկավարժներ, ովքեր այդ գիտակցումով մինչև վերջ աշխատեն ու սիրեն։ Ինչպես կլինի ֆրանսերեն մնացեք մեզ հետ։ Soyez avec nous։ Ես չէի պատկերացնում կյանքում այսքան շուտ կմեծանաս աղջիկս Քանի գիշերներ արթուն Օրորել եմ քեզ ես գիրկս Իմ ուրախությունն ես դու եղել հարստությունս Քո ծնվելու օրը ես գտա երջանկությունս Բալես իմացիր դու իմ սրտի մեծ ցանկությունը Թող որ սիրո մեջ դեր միշտ լինի անկեղծությունը Իմ ուրախությունն ես դու եղել հարստությունս Երբ դու ծնվեցիր գտա ես իմ երջանկությունը Բալես իմացիր դու իմ սրտի մեծ ցանկությունը Ու թող որ Աստված օրհնի այսօր ամուսնությունը Ով իմանար այսօրն էլ կգա Որ աղջկաս ձեռքը ես կտամ Համ ուրախությանը շապ չկա Բալես իմացիր դու իմ սրտի մեծ ցանկությունը Ու թող որ Աստված օրհնի այսօր ամուսնությունը Իմ ուրախությունն ես դու եղել հարստությունս Երբ դու ծնվեցիր գտա ես իմ երջանկությունը Բալես իմացիր դու իմ սրտի մեծ ցանկությունը Որ սիրո մեջ դեր միշտ լինի անկեղծությունը Ու թող որ Աստված օրհնի այսօր ամուսնությունը Այսպիսի հրաշալի եթեր ունեցանք այսօր, ինչպես մեր բոլոր եթերները, ճիշտ է։ Այո։ Այսքան ժամանակ դեռ վատ հյուր չենք ունեցել։ Դե նկատել ես։ Այո, մենք վատ հյուրեր չենք ունենում, այստեղ միայն լավ հյուրեր են լինում, այստեղ միայն անկեղծ հյուրեր են լինում, մի մարդիկ, ովքեր նվիրումով են աշխատում, սիրով եւ ովքեր նաև հարկավոր է ել ավելի ուշադիր լինել եւ գնահատել նրանց աշխատանքն ու գործունեությունը։ Այդպիսին էր նաև այսօրվա մեր հյուրը։ Իսկ մենք շարունակում ենք բացահայտել մեր հայ կանանց դեռևս մինչև ապրիլի 7-ը։ Հաղորդման վերջում շնորհակալություն մեր հաղորդման գործընկերներին Ազարյան Գինուն, Խորենացի 7 հասցեում է գտնվում 098 041 355 044 412 128 մոտեցեք, վայելեք եւ անպայման համտեսեք Ազարյան Գինին։ Ազարյան Գինի հարբեցնող ինչպես սերը։ Մոտեցեք նաև Level Up Design Studio եւ համոզվեք, թե ինչքան գեղեցիկ ծաղկե փնջեր կարող եք այստեղ գտնել եւ որ ամենակարևորն է մատչելի եւ գրպանին հարմար տեսականի։ Level Up-ում առաջարկում են թարմ ծաղիկներ ուղիղ ջերմոցից, դուք կարող եք թարմությանը չկասկածել հարգելի հեռուստադիտողներ, որովհետեւ այստեղ ծաղիկների տեղատարափ է հենց թարմությունից ելնելով նաև։
Level Up-ը իր ինքնատիպ ծաղկեփնջերով ձեզ կզարմացնի եւ մեկ անգամ օգտվելիս մշտապես կհիշեք այդ հասցեն։ 116 կոտորակ 1 Վարդանանց 116 կոտորակ 1 նույն ինքը Էդվարդ Կզարթեմյանի անվան երաժշտական դպրոցի դիմացը։ Եթե հարցեր ունեք, կարող եք զանգահարել 077 09 09 17 Level Up Design Studio ծաղիկների տեղատարավ։ 24/7 ռեժիմով վերանշված հեռախոսահամարը հասանելի է պատվերների դեպքում։ Շնորհակալություն նաև Նունե Վարդանյանին եւ Մարիա Բյութի սալոնի ողջ անձնակազմին, իսկ մենք այսքանով ձեզ հրաժեշտ ենք տալիս ցանկանալով ամենալավն ու բարին կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն տեղում։ Ալիքը մի փոխեք, շարունակեք դել ֆորտունա եւ հիշեք, որ մենք ձեզ շատ սիրում ենք եւ անհամբեր սպասելու ենք մեր հաջորդ հանդիպմանը։ Բայց բոլորիդ։ Ախ քեզ ինչպես ասել, որ քեզ հիշում եմ դեռ Ինչպես չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար Ինչպես մեզ բաժանող արգելակը քանդել Ինչպես չգալ քեզ մոտ Ինչի համար, ինչի համար Չասել, որ դու միայն դու չես թաղծում Ինչպես ասել, որ ես ծնվել եմ քեզ համար Ինչպես չասել, որ ես միշտ էլ քեզ եմ տեչում Սակայն ինչպես ասել, ինչի համար Ինչպես ասել նորից արի արի Ինչպես չասել, որ ապրում եմ քեզ համար Չխոստովանել ցավը մեր սրտերի Խոստովանել ինչու, ինչի համար Ինչի համար Չասել, որ դու միայն դու չես թաղծում Ինչպես ասել, որ ես ծնվել եմ քեզ համար Ինչպես չասել, որ ես միշտ էլ քեզ եմ տեչում Սակայն ինչպես ասել, ինչի համար Սակայն ինչպես ասել, ինչի Մարիա Բյութի սալոն, նազելի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ ու թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Level Up Design Studio Ծաղիկների մշտապես թարմ եւ լայն տեսականի, անմիջապես ջերմոցից, ինչը թույլ է տալիս պահպանել ծաղիկների շքեղ տեսքն ու որակը։ Տարբերվող ու ոճային ծաղկեփնջեր եւ միայն Level Up-ում, կրաֆթով ծաղկեփնջեր ձեռագիր գրություններով, գրված մագաղատների վրա։ Գործում է առաքում 24/7 գրաֆիկով, հեռախոսահամար 077 09 0917։ Level Up թարմ ծաղիկների տեղատարավ։
Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան գինի, պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։ Արտադրվում է քաղաք Վանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաեւ The Wine Room խանութ սրահում, քաղաք Վանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածախ առևտուր, ինչպես նաեւ գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան գինի, արբեցնող, ինչպես սերը։